Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10,000-ով ավելի են ստացել, քան 2021 թվականի թիմ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը ասում են խելքի չի գալիս այդ հարվածից։ Նաեւ դրանով էին պայմանավորված վերջին օրերի հիստերիկ ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գորալ ճչալը, պարելն ու ծամածրվելը։ Ասում է նա հիմա տենդագին իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում։ Եվ հնարավոր է առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն հատկապես պատերազմի պարտության նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔԲ-ում հասկացել են, որ ոչ ասֆալտի, ոչ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում։ Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաև թալանը հետ բերելու, նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։ Իդեպ Գյումրու հետ կապված թվում էր իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ մարդագողությամբ զբաղվելու եւ ԿՊԱ-ական ավականու 3 անդամ իր կողմը տանելով վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը։ Անցած ուրբաթ Կապանի Քարավան ռեստորանում Նիկոլ Փաշինյանի հետ ճաշկերույթին մասնակցածներից ոմանք նկատել են, որ Փաշինյանը սնվում է բացառապես բուսական ծագման մթերքներով, միս եւ կենդանական ծագման այլ մթերք չի ուտում եւ անգամ ասել է այդ մասին։ Ճաշկերույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ չնայած շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչու, բայց ոչ մեկը համարձակություն չի ունեցել նրանից ճշտելու, Փաշինյանը բուսակեր է դարձել, թե պահք է պահում։ Հիշեցնենք, որ այժմ հայ առաքելական եկեղեցով սահմանված պահոց շրջանն է, մեծ պահքը կավարտվի շաբաթ օրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն քանի տարի է ոչ ջրակալույցի, ոչ էլ հարության պատերակներին չի մասնակցում, քանի որ խզել է կապը հայ առաքելական եկեղեցու սպասավորների հետ եւ անգամ տաղավարտոնների պատերակներին եկեղեցի չի հաճախում կաթողիկոսի եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականների ինադու։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են վրանն ապամոնտաժում։ Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաև մարզերում ապրող արցախցիների խոսքը պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական եւ քաղաքական պահանջներ են դնում, որոնք մեծ հաշվով ընդունելի չեն կառավարության համար։ Նրանց հետ բանակցող է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որի հետ մի քանի հանդիպումից հետո հասկացել են, որ ՀՀ իշխանությունների ուզածն իրենց սոցիալապես նեղելն ու արտագաղթի մղելն է, որով կազատվեն եւ գլխից եւ գլխացավից։ Մարզային այցելից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի եւ ըստ ամենայնի կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին։ ԿՊԱ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը կառավարության ծրագրի կատարողականի իր ելույթում խոսքի մեջ հույդական պատգամավոր Քրիստինե Վարդանյանին դիմելով ասաց. «Տիկին Վարդանյան, երբ հարձակվում էիք Տիկին Ղազարյանի վրա, մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարձակման մեջ էր Ծովինար Վարդանյանը մեղադրում Քրիստինե Վարդանյանին։ Պարզվում է 2020 թվականի պատերազմի պարտությունից 1-2 ամիս անց 2021-ի սկզբին, երբ Հայաստանը եռում էր իշխանության դեմ բողոքի ակցիաներից, Քրիստինե Վարդանյանը դաշնակցական երիտասարդների հետ Դեմիրճյան մուտքի մոտ քաղաքական ակցիա է իրականացրել ու պարզաբանումներ պահանջել ԿՊԱ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանից, թե այսինչ արեցիք երկրի հետ։ Ղազարյանը այդ միջադեպը ԿՊԱ-ում տևական քննարկման հարց է դարձրել, անգամ Փաշինյանին են զեկուցել, որը զանգեր զրուցել է Ղազարյանի հետ, երևի մխիթարել։ Հիշեցնենք, որ Սոնա Ղազարյանը հուզվելով էր նաև պատգամավոր դարձել։ Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի Համո Սահյանի Հայաստան ասելիս բանաստեղծությունն արտասանելիս հենց հարթակի վրա լաց էր եղել Երևանի նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ եւ ասում են հենց դա է եղել ԿՊ ցուցակի անցողիկ տեղում հայտնվելու պատճառը։